Հարգելի հեռուստադիտողներ, տարվա հատկապես այս ժամանակահատվածը ակտուալ է խոսելու մի հիվանդության մասին, որը տարածում են մակաբույծերը, մասնավորապես տզերը։ Այսօր խոսելու ենք հետաքրքիր հիվանդության մասին, որը իր ծագմամբ ընթացքով բավականին բարդ է, հանդիպում է շատ հաճախ, ախտորոշվում ցավոք ավելի քիչ դեպքերում, եւ այսօր կքննարկենք բորելիոզը, որը սովորաբար տարածում են տզերը եւ շատ հաճախ կլինիկորեն դրսեւորվում են բավականին բարդ ընթացքով, դժվար ախտորոշվում են նույնիսկ մասնագետների կողմից եւ ոչ հաճախ մարդ ինքը գիտի ինչպես վարվի, եթե մարմնի վրա հայտնաբերվել է տիզ։ Այս հետաքրքիր թեմայով այսօր կխոսենք իմ հյուրի հետ, ով ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ վարակաբան Արմեն Օհանյանն է։ Ողջույն Արմեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ժամանակ եք գտել, այսօր խոսելու ենք մասնավորապես նեյրոբորելիոզի մասին, ես ինքս հետաքրքրված եմ որպես մասնագետ, որովհետև հանդիպում ենք հաճախ քողարկված դեպքերի եւ բարդ ախտորոշման, այսպես փուլեր ենք անցնում պացիենտների հետ։ Խնդրեմ եկեք առաջինը սկսենք նրանից, ինչ անի մարդ, եթե մարմնի վրա հայտնաբերել է տիզ։ Եղել է բնության գրկում, եկել է տուն եւ տեսնում է, որ մարմնի հատվածում տիզ է։ Շատ լավ, այս շատ կարևոր է, որ ինքը տեսնի, որ տիզ կա, այսինքն շատ կարևոր է, որ մարդը, երբ որ բնության գրկից ետ է վերադառնում տուն, պարտադիր կերպով մարմնազննություն իրականացնի։ Շատ կարևոր կետ է սա, որովհետև շատ հաճախ բաց ենք թողում եւ հենց հիվանդությունները դրա հետևանքով են տարածում, այսինքն այդտեղ շատ կարևոր է իմանալ, որ վաղ հայտնաբերում է, երբ որ մենք վաղ ենք հայտնաբերում տիզին, ինքը իր հեռացնելը կանխում է հիվանդության զարգացումը։ Սա կարևոր հանգամանքներից, որ օրվա վերջում պարտադիր, ինչու օրվա վերջում, որտեղ մասնավորապես օրինակ հենց բորելիոզի լայմի հիվանդության տարածման ռիսկը սկսում է, երբ որ առնվազն գոնե 24 ժամ տիզը պետք է մարմնի վրա լինի, հա, կպած լինի մարմնին, այդ ժամանակ նոր ինքը կարող է փոխանցել հիվանդությունը։ Հետևաբար, եթե մենք օրվա վերջում չալարենք եւ մարմնազննություն իրականացնենք, հեռացնենք տիզը, մենք արդեն իսկ այս մեծ հիվանդությունը կկարողանանք կանխել։ Եվ ներողություն, մենք գիտենք, որ տիզը բավականին ամուր կպած է ինքնուրույն եւ կամավոր ինքը դուրս չի գալու մարմնից, ինքը շատ ամուր հենված է եւ պետք է իրեն գտնել, որպեսզի նաեւ հեռացնել։ Այդ տեխնիկայից էլ կխոսենք։ Այո, իհարկե, եւ ստեղ էլ շատ մեծ շփոթություն կա մարդկանց շրջանում, շատ հաճախ վախենում են, երբ որ տեսնում են տիզը, գիշերվա ժամ լինի, առօրյա վազում են հիվանդանոցից շատ հաճախ ոչ վիրաբույժ բժիշկները ուղղորդում են վիրաբույժների մոտ եւ սա մի խառնաշփոթ առաջանում եւ ժամանակ են կորցնում, այո, շատ լավ նկատեցիք։ Դրա փոխարեն կա շատ հեշտ տեխնիկաներ, որոնցով տնային պայմաններում յուրաքանչյուր ոք կարող է հեռացնել տիզը։ Ընդհանրապես օրինակ դրանցից մեկն է, հա, սովորական ակցիամբ տեղադրելով տզի եւ մարմնի միջև շատ հանգիստ իրան քաշում ենք եւ ինքը դուրս է գալիս։ Տարբերակներից մեկն է, որ կարելի է օրինակ այդ ատամի թելերով, հա, այսպես ասած։ Այո, հանգույց է սարքում, քաշում ենք, նույնպես դուրս է գալիս։ Եվ ստեղ շատ մյուս միֆը, որ շատ տարածված է, որ անպայման պետք է այնպես հեռացնել, միկրոսկոպով հեռացնել, որ հանկարծ կնճիթներ, չանչեր, ինչ ասես, այդ անունները տալիս ենք իր բերանային ապարատին, հա, որպեսզի չմնա, բայց իրականում դա վտանգ չի ներկայացնում, այն էլ Հայաստանում, որովհետև այդպիսի հիվանդություններ չունենք, որ հենց այդ հատվածով է փոխանցումը պայմանավորված։ Այնպես որ հանգիստ խղճով կարելի է ուղղակի հեռացնել, ինչ էլ ուզում է մնա, կարող ինքը կենդանի չլինի։ Մեկ դիտարկում ասեմ, լայֆհակ, որը ես ինքս էլի կարդացի, զուտ ցանկալի է, որ մի քիչ պտտող շարժումով հեռացնել, ոչ թե այսպես կտրատելով ներողություն, կտրուկ չքաշել, այլ պտտելով, որպեսզի ինքը այդ իր ամրացվող հատվածները մարմնի եւս շրջվեն եւ ավելի հեշտ դուրս գան։ Դա էլի կարելի է ասել նկատի ունենան։ Շատ լավ։ Ներարկիչը հնարավոր է հատել արխիվի մասից եւ վակուում անելով, այսպես տեղադրել վակուում անելով ախտահանել հաջորդիվ, ինչպես վարվել մարմնի այդ հատվածի հետ։ Ցանկացած ախտահանիչով, այսինքն կլինի դա ջրածնի պերօքսիդ, 70% բժշկական սպիրտ, հա, ցանկացած ախտահանիչով ուղղակի ախտահանել, սա արդեն երկրորդային ախտոտվածության հետևանքով սովորական, այսպես ասած, թարախային բարդություններից, այո, խուսափելու համար ուղղակի։ Շատ լավ։ Օրինակ տեսանք տիզը հեռացրինք, մենք խոսում ենք լավագույն սցենարի մասին այս պահին, արդյոք արժե դիմել մասնագետի կամ հանձնել որևէ լաբորատոր տեստեր։ Սա շատ քննարկելի հարց է իրականում, որտեղ կան տարբեր տարակարծություններ, այստեղ հիմնական նպատակը հենց տզի տեսակի որոշումն է, որովհետև կախված թե ինչ տիզ է, դրանից է կախված ինքը ինչ հիվանդություն կփոխանցի։
այդ առումով ինքը կարող է որոշակիորեն մեզ օգնել հասկանալ դա լայմի հարուցիչին փոխանցող տիզն է թե չէ, բայց առհասարակ որ վերցնենք եւ տզի մեջ հետազոտության տեսնենք կա հարուցիչ թե չէ, սա առանձնակի խորհուրդ չի տրվում։ Ամենայն դեպքում տիզը մեզ պետք չէ, իրենից ազատվենք գրականությունը, այո, այդպիսի հետազոտության մեջ մեծ իմաստ չի տեսնում, քանի որ դա ոչ կարող է ժխտել հիվանդության փոխանցումը, ոչ հաստատել։ Իսկ կանխարգելիչ ինչ կարելի է անել, կանխարգելիչ տարբերակներ կա, եթե այդ 24 ժամ առնվազն մնացել է, նոր է հայտնաբերվել։ Այո, այս դեպքում իհարկե միայն բժշկի կողմից կարող է նշանակվել հակաբակտերիալ դեղորայք, կարճ 1 օրանոց կուրսով, այո, որը որ համարվում է կանխարգելիչ, հենց կանխարգելիչ նպատակով։ Բայց սա էլի բժիշկը պետք է գնահատի ռիսկը եւ այսինքն խորհուրդ չի տրվում միանշանակ տանը տիզը նկատել, հեռացնել եւ գնալ դեղատնից հակաբիոտիկ վերցնել։ Շատ լավ, եթե որոշել եք ավելի լավ է դիմել մասնագետի, օրինակ վարակաբանի։ Իսկ եթե մինչև 24 ժամն է հանգիստ ապրեք։ Հանգիստ ապրեք, թեթև ախտահանելով։ Շատ լավ։ Մենք հնչեցրինք այդ հիվանդության անունը, լայմի հիվանդությունը, բորելոզը, նեյրոբորելոզը, որ շատ կիրառում ենք պրակտիկայում։ Կխնդրեմ խոսենք նաև այդ հիվանդության ընթացքի ախտանշանների մասին։ Իհարկե, գիտեմ, որ շատ խճճված ու քողարկված են, մենք դա ընթացքում էլի կքննարկենք։ Իհարկե, շատ կարճ ասեմ իր նախնական շրջանը, որը որ մարդիկ տեսնելու են եւ հաճախ շփոթություն է առաջանում։ Այո, գծելուց հետո սովորաբար 3-ից 30 օրվա ընթացքում արդեն իսկ սկսում է իր առաջի դրսևորումները։ Ընդ որում, այստեղ շատ հետաքրքիր կարող ենք ունենալ գրիպանման ընթացք, այսինքն մարդը կարող ունենալ փռշտոց, կոկորտի ցավ, հազ, որոշակի թուլություն, մկանային թուլություն, երբեմն գլխացավեր, այս առաջի փուլն է, այսպես դրսևորում եւ 70% դեպքերում ունենում ենք նաեւ իր տիպիկ ցանը։ Այսպես ասած օղակաձև էրիթեմա, այսինքն կլոր, մեծ, կարմիր ցան ենք ունենում, հա, այսքանը հանրությանը պատկերացնելու համար լրիվ բավարար է, բժիշկը արդեն կկարողանա ավելի կոնկրետ կողմնորոշել։ Տարբեր հատվածներում եւ ավելի հեռու, քան կծելու տեղներ, փաստորեն։ Այո, փաստորեն հենց տենց էլ ստացվում, որ կարող է ինքը չհամընկնի կծելու վայրի հետ։ Լրիվ մեկ կարող է գրավի մարմնի մի քանի անատոմիական հատված, այսինքն կարող է կրծքավանդակի, որովայնի ամբողջ հատվածում այդ ցանը տարածվի։ Այս ցանը այնքան տիպիկ է, որ այս դեպքում օրինակ որևիցե լաբորատոր ախտորոշում հարկավոր չէ։ Սա միայն լայմի ժամանակ է լինում։ Հետևաբար մենք կարող ենք ուղղակի կլինիկորեն դնել ախտորոշումը եւ սկսել պացիենտի բուժումը։ Դա կարևոր կետ է, պարտադիր։ Միայն ի դեպքում է լինում, կա եւս մեկ հիվանդություն, էլի ռիկետիոզներից մեր էլի տզերի հետ փոխանցվող, բայց դա Ամերիկայում է։ Այո։ Միացյալ Նահանգներում Հայաստանում հարուցիչները չկան, այո, բայց միևնույն է բուժումը միևնույն է, երկուսին էլ նույնն է։ Հետևաբար հատուկ տարբերակելու կարիք չունենք այս պարագայում։ Այս փուլերից հետո, հա, եթե մենք այս փուլում չենք բուժում, գասը երկրորդ փուլը, որը կարող է լինել հոդերի ախտահարումով դրսևորումներ, հա, այս փուլում էլ կարող ենք ունենալ պերիֆերի, այդ ծայրամասային նյարդի, այսինքն վերջույթի որից է ցավ կամ դիմային նյարդի ախտահարումը իր ամենասիրած նյարդն է, այսպես ասենք, եւ դրանից հետո արդեն հաջորդի երրորդ փուլում ունենում ենք մեր նեյրոբորելիոզը, որի մասին որովհետեւ հարուցիչը արդեն կարելի ասել իր տոքսինները փոխանցում է գլխուղեգ եւ ախտահարում գլխուղեգ։ Այո, եւ ինքն էլ անձամբ կարող է անցնել գլխուղեգ եւ բերի այստեղ շատ հետաքրքիր նեյրոբորելիոզի, հայ որ արդեն գլխուղեղն է ախտարված, դրսևորումները այնքան բազմազան են, որ պրակտիկորեն ոչ թե պետք է նստել ըստ ախտանշանների հասկանալ այստեղ ունենք կասկած, թե ոչ, հակառակը միանգամից ուղղակի պետք է իրականացնել լաբորատոր հետազոտություն, ցանկացած անհասկանալի իրավիճակում այս դեպքում արդարացված է, ոչ թե ամբողջ մարմնի կրատը հետազոտություն անել, բորելիոզ է պետք է հետազոտել։ Շատ ճիշտ նշեցիք, գլխուղեղը լինելով, այսպես ասած, մեր կարևորագույն օրգաններից, որը մարմինն է կառավարում եւ բոլոր օրգան համակարգերի հետ կապ ունի, տրամաբանական է, որ կարող է այո շատ ցրված կլինիկա ունենանք եւ տարբեր մարմնի հատվածները, թե թմրատությունից սկսած մինչեւ վարքի խանգարում եւ զգայարանների ախտահարում կարող ենք ունենալ։ Եթե կարելի է մանրամասնենք նաեւ լաբորատոր տեստերը, արդյոք այստեղ միայն լաբորատոր տեստեր են, արդյոք կան գործիքային հետազոտություններ ախտորոշելու համար եւ եթե այդ 1 ամիս անցել է եւ բուժառուն չի ախտորոշվել, ինչպես են սովորաբար վարվում վարակաբանները։ Շատ լավ, ախտորոշման հետ կապված ունենք մի քիչ առանձնահատկություններ, էլ կարող է մի քիչ մոտեցումների տարբերություն լինի եւ այլն, ունենք լաբորատոր ախտորոշում հստակ, որով որ հնարավոր, այսինքն երկփուլանի է այս դեպքում ախտորոշումը,
Առաջի փուլում, այսպես ասած, սկրինինգային հետազոտությունն է, ստանդարտ բոլորին հայտնի իմունոգլոբուլին G-ի որոշումը, որից հետո արդեն ունենք հաստատող տեստ, հա, իմունոբլոտ մեթոդով իրականացվող հետազոտությունն է, որը որ արդեն հաստատող է համարվում։ Երկուսն էլ Հայաստանում ունեն։ Եթե առաջինը ներողություն խնդրում դրական է գալիս նոր արդեն անցնում է։ Եթե առաջինը բացասական է, այլևս երկրորդի կարիքը չկա։ Ուղղակի ամերիկյան գրականության մեջ շատ հետաքրքիր միտք կա, որին շատ դուր է եկել։ Եթե կասկածում ես բորելիոզ, կլինիկորեն դու տեսնում ես, հավանական ես համարում, անալիզով մի ժխտի, որտեղ պիտի բուժես։ Եվ հակառակ, եթե դու չես տեսնում այդ հիվանդությունը որպես մասնագետ, կլինիկորեն չես տեսնում, անիմաստեղի հետազոտություն մի արա։ Այսինքն այստեղ հա նաև գահասանա, որ քանի որ հետազոտությունը կլինի եւ կեղծ դրական եւ կեղծ բացասական, պետք է շատ կարեւոր է բժիշկ մասնագետի նեյրոբորելիոզի դեպքում ձեր օրինակ հա նյարդաբանների զննությունը գնահատական, այսինքն եթե դուք շատ տիպիկ ցրված սկլերոզ եք ախտորոշել, օրինակ հա իմաստ չի ունենա։ Բայց եթե կասկածելի ցրված սկլերոզը արդեն միանշանակ է։ Այսինքն ստացվում է եւ մենք կարող ենք վտանգ ունենալ հիպերդիագնոստիկայի եւ ակնհայտ ախտանշանները ուղղակի անտեսենք, որովհետեւ երկու վտանգն հենց դա է, դրա համար գոյությունն են բժիշկները։ Այո։ Ուրեմն ախտորոշեցինք տեստը, արեցինք, դրական եկավ, հաջորդիվ ինչ քայլեր ենք անում եւ ինչ բուժում է ստանում եւ իհարկե արդեն տրամաբանական հարցը արդյոք հնարավոր է բուժել այս հիվանդությունը, թե ցավոք միառժամանակ տարիներ կամ ողջ կյանքում ախտանշանները դեռ ուղեկցելու են արդյուն։ Բուժում միանշանակ կա, գոյություն ունի եւ կարելի ասել արդյունավետ բուժում։ Իհարկե փուլից կախված, եթե մենք առաջի փուլում ենք հայտնաբերում, դա պրակտիկորեն գրեթե 100%-ով բուժելի իրավիճակ է, որը որ հետքեր չի թողնելու, մնացորդային երևույթներ չի լինելու։ Ինչքան փուլը ավելանում է, այնքան ռիսկերը, որ բուժումը կարող է չհաջողվել, ավելի մի քիչ մեծանում են, բայց միևնույնն է մենք ունենք շատ արդյունավետ բուժում, այսինքն այստեղ չի կարող քննարկվել բուժել թե չբուժել տարբերակը։ Միանշանակ բուժում ենք եւ լավ արդյունք է լինում, բայց կան այո որոշակի դեպքեր, արդեն նեյրոբորելիոզի դեպքում, հա, կամ հոդերի ախտարման դեպքում, այսպես ասած, կա հետ լայմային համախտանիշ, հա, post-Lyme syndrome գոյություն ունի, որը որ բուժել ես ամեն ինչ լավ է, բայց մարդու մոտ գանգատները շարունակվում են։ Սա էլ իր հերթին, դրա համար իհարկե իդեալական ռեակցիա է օրգանիզմից նյարդային համակարգից կախված։ Պատճառները հստակ չկան, այնպես որ լավագույն տարբերակը մնում է կանխարգելելը, այսինքն մարմնազննություն անել, հեռացնել տիզը։ Այ վերջում կուզեմ դրան հատուկ անդրադառնալ կանխարգելման, կուզեի նաև հատուկ ուշադրություն դարձնենք այն հատվածին, սա բժիշկների համար եւս կարևոր ակնարկ է կարծում եմ, որ շատ հաճախ բուժառուն, այո, դիմում է նյարդաբանի, թերապևտի, ընտանեկան բժշկի, ինչու ոչ վարակաբանի կարող է հասնել, կուզենայի նաև կիսվեք ձեր պրակտիկայում, ինչպիսի դեպքեր եք հանդիպել, արդյոք այդ կապը ամուր է, վստահելի է, օրինակ նյարդաբանը կարող է կասկածել ուղարկել վարակաբանի, որ դեպքում է, որ առաջնային ուղղակի բժիշկը նյարդաբան լինի թե թերապևտ, կարող է կասկածել եւ անմիջապես պետք է դիմի վարակաբանի գոնե խորհրդի, գոնե համագործակցության եւ գրագետ վարման համար։ Շատ ակտուալ հարց է, քանի որ հիմնականում, օրինակ իմ փորձում անձնական, հիմնականում ինձ գալիս էին արդեն բաց թողնված դեպքերը, ընդ որում անգամ առաջնային դրսևորումների դեպքում, երբ որ ունենք տիպիկ օղակի դրսևորումը, հա, այդ էրիթեման ցանային դրսևորումները, բուժվել է որպես դերմատիտ, որպես ալերգիկ ցաներ, բավականին հաճախ այդ երբ որ արդեն բուժում են, բայց արդյունք չի լինում, նոր այդ ժամանակ ուղղորդում են արդեն վարակաբանի մոտ։ Իսկ ցանը, ինչպես ասենք, շատ տիպիկ է եւ կարծում եմ մեր ընտանեկան բժիշկները, թերապևտները մաշկը մի անգամ ընդամենը տեսնելով կարող են շատ լավ իմիջիալուց նպաստա մեր բժիշկների ասենք, որ վերջի մի քանի տարվա մեջ ակնհայտ տարբերություն ես ինքս նկատում եմ, որ ինֆորմացիան շատ արագ տարածվում է եւ արդեն շատ է, որ հենց ի սկզբանե տեսնում են եւ միանգամից ուղղորդում է անգամ իրանք միանգամից գրագետ բուժումն անում են։ Ոչ մի վարակաբան դեմ չի, որ թերապևտը բուժի գրագետ, այստեղ ուղղորդելու խնդիր էլ չկա, դա լրիվ թերապևտի կամ մաշկաբանի առաջնային դրսևորումները։ Հաջորդիվ շատ կարևոր է ռևմատոլոգների հետ մեր աշխատանքը, որովհետեւ այդ պարբերաբար կրկնվող հոդացավերը ամանանց ընկան հոդի ախտարում առավել եւս, այստեղ միշտ շփոթություն լինում է։
Եվ դա էլ քիչ-քիչ դառնում է ամենօրյա արդեն պրակտիկա ռևմատոլոգների մոտ, որ միշտ նման դեպքերում բորելիոզի վերաբերյալ եւս հետազոտություններ իրականացնեն։ Սա էլ շատ կարևոր։ Օրինակ, եթե կայուն է, բուժման չի ենթարկվում կամ տարիքը արտրոզի համար բնորոշ չէ, հա, ճիշտ եմ հասկանում։ Եթե ինչ որ բաներ կլինիկայում եւ դրսեւորումներ չեն համապատասխանում կլասիկ տեսակին, Այս բարձր բորբոքային ցուցանիշներով եւ այլնով այդ դասական ընթացքը չի, որտեղ լայմի արթրիտը շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Ինքը այտենց ունեն մեծ սրացումներ եւ մեղմացումներ, հա, լավացումներ հիվանդության, սպոնտան կարող է տարիների ընթացքում մեկ արտահայտվել, մեկ անցնել եւ ամենաբնորոշ հոդը ծնկան հոդն է, այսքանը որ հիշենք։ Շատ կարևոր բաներ մեզ համար ասեցիք որպես չափորոշիչ, տեսեք փաստորեն նյարդային համակարգի ինչպես թուլություն, գլխացավ, վարքային փոփոխություններ, դեպրեսիվ, գիտեմ որ շատ հետաքրքիր кейս ունեցել եք, մի փոքրիկ դրան էլ երկու բառով կանրադառնանք, բայց այստեղ կարևոր է դիմային նյարդի ախտահարումը, հա, դեմքի սիմետրիայի կորուստը, այսպես ասենք, որ ավելի պարզ լինի, ծնկան հոդը, որը եւս սիրում է այս հարուցիչը։ Շատ լավ։ Այս շարքում կներեք Սիմեջան, այս շարքում շատ կարևոր կուզենայի, որը որ դեռ չենք հասցրել այդ ինֆորմացիան սրտաբանների շրջանում տարածել, որտեղ լայմ կարծիտը դա իր ամենասիրածելի դրսևորումներից է եւ հիմնական արտահայտում ունենում ենք ռիթմի խանգարման տեսքով, մասնավորապես այդ AV բլոկների տեսքով, հայերեն դժվարն է, միան ավելի պաշարում են ասում, պաշարում, այո, պաշարումների դեպքում եւ սա էլ աշխարհում ընդունված էլի չափանիշ, այսինքն նման խնդրով պացիենտը հիվանդանոց ընդունվելուց միանշանակ հետազոտվում է լայմի վերաբերյալ այն տարածքներում, որտեղ իհարկե լայմը տարածված է։ Շատ լավ։ Մենք տարածաշրջաններից էլ չհասցրինք խոսել, շատ հետաքրքիր զրույց է ու թեմա է, Բժիշկ Օհանյան, եթե կարելի է վերջում կանխարգելիչ 1-2 խորհուրդ տաք մեր բուժառուներին եւ հուսամ, որ մենք այս թեմային դեռ կհասցնենք ամռան ընթացքում անդրադառնալ։ Ինչ անենք բնություն գնալուց առաջ եւ հատկապես եթե կան տարածաշրջաններ, որից մասնավորապես պետք է զգուշանալ, դա եւս ասեք։ Իրականում Հայաստանի համար, քանի որ մենք հստակ չունենք քարտեզագրությունը կոնկրետ որ հատվածում ինչքան է տարածվածությունը, որտեղ մենք թերախտորոշված դեպքեր ունենք, հետեւաբար մենք պետք է զգույշ լինենք պրակտիկորեն Հայաստանի շրջանի բոլոր հատվածներում, ու մասնավորապես անտառածածկ մարզերն ավելի վտանգավոր, բայց դա չի նշանակում, օրինակ Երևանում որևիցե Թումոյի այգի գնալը անվտանգ է։ Միանշանակ կարող են լինել նմանատիպ, որ տզերը շների վրա են նաև, չէ, հեշտ տեղափոխվում են, մենք էլ այնքան մեծ տարածաշրջան չենք, որ դա դժվար է։ Այս ամեն ինչ հաշվի առնեմ, միշտ հագուստին ենք ուշադրություն դարձնում, որ հնարավորինս պաշտպանված լինի, այսինքն բաց ոտքերով, բաց մարմնամասերով խոտածած հատվածներում չպարկենք, չլինենք։ Գելեր, սպրեյեր կարելի է օգտագործել եւ արդյոք դա օգնում է։ Մեր տերմինով կոչվում է repellent նյութեր, որոնք որ հատուկ վանում են, առավել հաճախ, օրինակ այ կենդանիներ պահող մարդիկ ավելի շատ են տեղյակ դրանց, որտեղ ավելի շատ են կիրառում, բայց մարդկանց համար եւս գոյություն ունի։ Իհարկե սա այն դեպքը չէ, որ ասենք այդ repellent-ը օգտագործեցիր, հա, փչեցիր եւ հանգիստ եղիր, այո, ապահովագրված ես, բայց կարելի է լրացուցիչ օգնող է եւ ամենակարևորը, ամենաարդյունավետը օրվա վերջում մարմնազննություն եւ բացի ինքնազննությունը խնդրել մեկին հնարավորության դեպքում, որտեղ շատ հաճախ ունեն մենք մեջքի հատվածում, այո, որը որ մենք չենք տեսնի եւ հենց ստեղ է խնդիր լինում։ Շատ հետաքրքիր փաստ էլ ասեմ, որ 30%-ը ում մոտ ախտորոշում է լայմ հիվանդություն, իրենք չեն հիշում փաստը, որ իրանց տիզա գծել, այո։ Եվ սա հենց խոսում է մեր ամեն ասացի մասին։ Այո, շատ լավ, շատ շնորհակալ եմ կարևոր օգտակար խորհուրդների համար եւ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր զրուցեցինք շատ կարևոր, հետաքրքիր իր ընթացքով հիվանդության մասին, նեյրոբորելոզի մասին, բժիշկը ասեց որոշակի կարևոր չափորոշիչներ, օրինակ դրանք օղակներն էին մարմնի վրա դրսևորվող, դիմային նյարդի ախտահարումը, ծնկան հոդի եւ չմոռացանք նաեւ քննարկել, որ կարող է սրտաբանական եւս խնդիր եւ նույնիսկ արիթմիա առաջացնել պացիենտների մոտ։ Այսօրվա իմ հյուրն էր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն բժիշկ վարակաբան Արմեն Օհանյանը, դեռ կհանդիպենք